Ողջույն սիրելի հայրենակիցներ, նախորդ թողարկման ընթացքում ձեզ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր բնութագիրը և վերջինիս ամենակարևոր և ամենանշանակալի ճյուղերից մեկի գյուղատնտեսության մասին։ Ներկայացրեցի նաև գյուղատնտեսության ենթաճյուղերից տավարաբուծության, ոչխարաբուծության և ձկնաբուծության մասին։ Այս թողարկման ընթացքում կշարունակեմ ձեզ ներկայացնել գյուղատնտեսության ևս մի քանի ենթաճյուղ և կտրուկ անցում կկատարեմ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընդհանուր բնութագրին։ Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ձեզ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության մասին պաշտոնապես ամրագրված տեղեկություններ և պատմություններ։ Իսկ այժմ սկսեցինք։ Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ։ Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղացիական մանր տնտեսությունները։ 1920-ական թվականների վերջին Հանրապետությունում թռչնաբուծության տեսակարար կշիռը անասնապահության մեջ չի գերազանցել 1,42%-ը։ 1925 թվականին ՀԽՍՀ հողժողկոմատը կազմակերպել է թռչնաբույծների 10 ընկերություն։ Թռչնաբուծական առաջին ֆերման հիմնադրվել է 1926 թվականին Թոխմախան գյուղում, այժմ Երևանի շրջագծում։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը Դիլիջանի մոտ, ապա ստեղծվել են ինկուբատորային կայաններ, թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1955 թվականին սկսել է գործել Էջմիածնի շրջանի Շահումյանի Ավանի թռչնաբուծական առաջին ֆաբրիկան։ Ներկայումս Հայաստանում գործում են Լուսակերտի, Արձանոտոհմային, Գետամեջի, Ջրարատի, Արաքս, Գնդեվազի, Սյունիք, Շիրակ, Երևան թռչնաբուծական ֆաբրիկաները, Արգո թռչնաբուծական տնտեսությունը։ Խոզի մսի հիմնական արտադրողները գյուղացիական տնտեսություններն են։ Հայաստանում բուծում են խոզերի խոշոր սպիտակ, լանդրաս, ուկրաինական տափաստանային և այլ ցեղեր։ 2011 թվականին հանրապետությունում կար 114800 խոզ։ Սովորաբար խոզաբուծությունը զարգանում է այն վայրերում, որտեղ մշակվում են հացահատիկային մշակաբույսեր և որտեղ առաջանում են սննդարդյունաբերական ավելցուկներ և թափոններ։ Խոզաբուծության զարգացման առաջատար շրջանները մեր հանրապետությունում հիմնականում Երևանին հարակից մարզերն են, ինչպես նաև բնական կերով հարուստ անտառային ռեսուրսներով մարզերը, մասնավորապես Տավուշը։ Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին, գորշ մեղուների ցեղերի և նրանց խառնացեղերի առկայությունը։ 1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18000, 1918-ից 1920 թվականներին 15-ից 16000 մեղվաընտանիք։ Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Հարավային Կովկասյան մեղվաբուծական գոտիական, 1958 թվականին փորձնական կայանը։ 1960-ական թվականների վերջերից Մեղրու մեղվաբուծարանը և գորշ մեղուների արգելոցները։ 1970-80-ական թվականներին ստեղծվել են Նայրի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ Կապանում, Ապարանում և Ախուրյանում, Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին Նեկտար մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից Մուլտիգրուպ կոնցեռնի Մուլտիագրո մեղվաբուծական գիտահետազոտական կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ Բուսաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։ Դրան բաժին է ընկնում համախառն արտադրանքի ծավալի ավելի քան 60%-ը։ Բուսաբուծության արտադրանքը օգտագործվում է գլխավորապես որպես պարենամթերք և անասնակեր, իսկ մյուս մասը որպես հումք տնտեսության տարբեր ճյուղերի համար։
Դաշտավարության վերին սահմանը մեր երկրում հասնում է մինչև 2200 մետր բացարձակ բարձրությունները։ Ամենաշատը մշակում են հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են հանրապետության ողջ ցանկատարածությունների շուրջ 55%-ը։ Դաշտավարության մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է կերային մշակաբույսերի մշակումը, ավելի քան 23%-ը։ Դրանք են բազմամյա եւ միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ, տեխնիկական բույսեր եւ այլն։ Հայաստանում հացահատիկ մշակում են գրեթե ամենուրեք, 500-ից մինչև 2200 մետր բարձրություններում։ 1913 թվականին այն զբաղեցնում էր 308,000 հեկտար մակերես, 1965 թվականին 220,000, 1985 թվականին 135,000, 2007 թվականին 172,000։ 2006-ից 2007 թվականներին Հայաստանում արտադրվել է 294,000 տոննա հացահատիկ, իսկ 2012 թվականին 450,000 տոննա։ Հացահատիկային մշակաբույսեր Հայաստանում հիմնականում մշակում են Շիրակի եւ Լոռվա դաշտերում, Տեղի Սարավանդում, Կարմրաշենի, Մաստարայի Սարավանդներում։ Գերակշռող բույսերն են աշնանացանցորենն ու գարնանացանգարին, ինչպես նաեւ մշակում են եգիպտացորեն, վարսակ, հաճար, հնդկացորեն եւ այլն։ Տեխնիկական մշակաբույսերի բուծումը Հայաստանում ԽՍՀՄ տարիներին հենվում էր բամբակենու մշակության վրա։ Այժմ մշակում են ծխախոտ Տավուշում, Կոտայքում, շաքարի ճակնդեղ Շիրակում, Լոռիում, արևածաղիկ Շիրակում, Սյունիքում, խորդենի Արմավիրում, կտավատ Շիրակում եւ Լոռիում։ Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից մեկն է, որն ունի հազարամյակների պատմություն եւ ավանդույթներ։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի եւ ագրոէկոլոգիական պայմանների շնորհիվ Հայաստանում աճում են բանջարեղենի բազմաթիվ տեսակներ։ Հայաստանում բանջարանոցային մշակաբույսերից առավել տարածված են լոլիկը, վարունգը, կաղամբը, սեխը, սմբուկը, բոխկը, գազարը, սխտորը, ծնեբեկը, սպանախը, տագդեղը, լոբին, ծաղկակաղամբը, շաղկամը, տերևաբանջարներից թարխունը, մաղադանոսը, համեմը, ռեհանը եւ այլն, բոստանային մշակաբույսերից ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը։ Փորձեր են կատարվում արտադրական պայմաններում վայրի տերևաբանջարների մշակության ուղղությամբ։ Տարբերում են բաց գրունտի, բույսի մշակությունը բաց դաշտում եւ պաշտպանված գրունտի, աճեցումը ջերմատներում, ջերմոցներում, բանջարաբուծություն։ 2011 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը 30,700 հեկտար էր, համախառն բերքը 970,200 տոննա։ Ցանքատարածությունների մոտ 80%-ը զբաղեցրել են լոլիկը, տագդեղը, վարունգը եւ սմբուկը։ Միևնույն ժամանակ մեծ պահանջարկ ունեն թե թարմ եւ թե վերամշակված բանջարեղենի ոչ ավանդական տեսակները, որոնք արժեքավոր են թե սննդային եւ թե բուժիչ հատկանիշների տեսանկյունից։ Դրանցից են կաղամբազգիներից բրուսելյան կաղամբը, չինական, պեկինյան կաղամբը, ինչպես նաեւ բրոկոլին, իսկ տերևաբանջարներից տարբեր ձևերի եւ գույների հազարները։ «1994 թվականից արդյունաբերության առանձին ճյուղերում նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում եւ մասնակի աճի միտումներ։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը։ Հայաստանը առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների հետ։ 1999 թվականին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24,3%, ներմուծման մեջ 23,9%, այլ երկրներինը համապատասխանաբար 75,7% եւ 76,1%։ Հայաստանը ունի բավականին զարգացած էլեկտրահամակարգ, որն ընդգրկում է արտադրող կայաններ, էլեկտրացանցային ընկերություններ, գազի ընկերություններ, ինստիտուտներ։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռը արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-ից 7%։
Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ եւ այլն։ Պատկերը խիստ փոխվել է Հայաստանի անկախացումից հետո։ Հայաստանում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-ից 40 թվականներին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը եւ այլն։ Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի բազմամետաղային եւ ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաեւ հազվագյուտ եւ ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային եւ ոսկու արդյունաբերությունները։ 1999 թվականին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, Հայ ոսկի փակ բաժնետիրական ընկերությունը։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ եւ այլն։ Հայաստանի մոլիբդենի պաշարներով հայտնի է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների, տուֆի, պեռլիտի, բազալտի, գրանիտի արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թվականներին, երբ հիմնադրվել են Անիպեմզա, Արտիկտուֆ, Ջաջուրի կրի կոմբինատները, 1936-ից 1941 թվականներին Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների եւ տարերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի եւ տարերի խեցեգործական արդյունաբերությունները։ Անտառանյութի, փայտամշակման եւ թղթի թաղանթնյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945-ից 1990 թվականներին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում եւ այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սողոցանյութ եւ այլն։ Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ՝ բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի եւ կոշիկի, կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է երկրորդ տեղը։ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման եւ տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց։ Անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994 թվականից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999 թվականի հունվար-հունիսին թողարկվել է 1 միլիարդ 894.3 միլիոն դրամի տեքստիլ եւ կարի արտադրանք։ 1999 թվականին գործել են Երևանի Գարուն, Տոսպ, Էրեբունի, Հայք, Գյումրու Տավրոս, Վանաձորի բազում բաց բաժնետիրական ընկերությունները, Երևանի Հայցգորգ, Մահուդ, փակ բաժնետիրական ընկերությունները եւ այլն։ Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր եւ տվել Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18.8%-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո եւ այլն։ Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը եւ բնակարանային շինարարությունը։